Մի երկու խոսք ասեմ Իրանի մասին, նախքան այնտեղ արդեն բնականաբար ուշ երեկո է, գիշեր է, բայց շատ էլի բախումներով լիքը օր էր։ Արդեն ուրեմն ապստամբությունը լուրջ ամբողջ իր ուժով շարժվում առաջ, այնտեղ մոլոտով կոկտեյլներով, բաներով ամեն ձևով վառում են, չգիտեմ, այդ IRCG-ի ոստիկանության ուրեմն շենքերը, պահեսները, մարդկանց են ծեծում, կռվում են, ով ինչով կարող է կռվում արդեն, զենք չունեն, բայց կռվում են մեծ զոհերի հաշվին։ Չնայած որ ոստիկանության բանակից մարդիկ կան, որ անցնում են ուրեմն դիմադրողների կողմը, ռեժիմի թշնամիների կողմը կամ չեն կռվում, կամ пассив են մնում։ Ուրեմն մարդ չի երևում, սկսել են այաթոլլաները IRCG-ն, որը արտաքին ուրեմն նաև հետախուզությունը եւ պարամիլիտարի այսպեսի բաներով էր զբաղված, սկսեց բերել դրսից վարձկան զինվորներ, հա, Սիրիայից, Իրաքից եւ Հեզբոլայի բաների, դրանք որ կռվեն, մոտ 5000 մարդ էին բերել, ասում են, սրանք որ պարսիկ էլ չեն, իրանց սրտով չի ոչ մի բան, իրանք կռվեն, այսպես ասած, այդ գաղափարով։ Սա երկի ջղայնացնում ավելի շատ պարսիկներին, իրանցի ժողովրդին ասենք, որ դիմալ ռեժիմը դրսից մարդ է բերել, սա կլասիկ դավաճանության հարց է, որ դրսից մարդ ես բերում քո ժողովրդի դեմ, հա, այդպես բանի համար անգլիացիները մի հատ թագավորի ունեին, Ջեյմս II գլուխը կտրեցին այդ նման բանի համար։ Հիմա ես վստահ եմ, որ այստեղ ձեռներին ինգնի այդ այաթոլլայի գլուխն էլ կփոքեն վրայից, շատ ջղայն է ժողովուրդը եւ համել գիտի, որ ինքը արդեն հետ գնալու տեղ չունի։ Իրան եթե կանգնեց ռեժիմը չի ներելու, այս մեկ։ Բայց եւ միաժամանակ այդ ուրեմն IRCG-ից մեկը որ փախել էր, ասաց, որ մարդիկ բոլորը հասկանում են, որ որպեսզի իրենք կարողանան հաղթեն, պետք է որ ամերիկացիները խառնվեն։ Հիմա այստեղ ոչ ոք չի խոսում ցամաքային զորքեր հանել Պարսկաստան, դրա մասին խոսք չկա անգամ, ամբողջ խոսքը որ օդային հարվածներ, ռթիային հարվածներ լինեն,